3 հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել հայրենիք կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում պաշտոնապես հաստատվել է վաղաշաբաթ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական ցուցակը։ Այն գլխավորում է վաղաշաբաթ համայնքի պատվավոր քաղաքացի Խաչիկ Մանուկյանը։ Նշենք, որ վաղաշաբաթի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի է ունենալու 2025 թվականի նոյեմբերի 16-ին։ Այսօր հոկտեմբերի 11-ին համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ Մանուկյանն ու հայրենիք կուսակցության գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանը, որը հանդիսանում է նաև կուսակցության լիազոր ներկայացուցիչը, վաղաշաբաթի ընտրատարածքային հանձնաժողովում թիմակիցների ուղեկցությամբ վաղաշաբաթի ընտրատարածքային հանձնաժողով են ներկայացրել հայրենիք կուսակցության գործադիր մարմնի կողմից հաստատված նախընտրական ցուցակն ու անհրաժեշտ փաստաթղթերը։ Հայրենիք կուսակցության կողմից առաջադրված վաղաշաբաթ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ Մանուկյանի վստահեցմամբ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրություններն ունենան խաղաղ ընթացք եւ բոլոր նրանք, ովքեր փոքրինչ բորբոքվել են, ունեն տարբեր վեճեր, այդ ամենը կմարեն։ Խաչիկ Մանուկյանի համոզմամբ հայրենիք կուսակցությունն արդեն հաղթել է իր կենսագրությամբ, երիտասարդական ավիոնով, գիտնականների խմբով ու ստեղծագործական աշխատանքով։ Մեր համաքաղաքացիները ծանոթ են այդ ընթացքին։ Այդտեղ եւ հերոսական էջեր կան, եւ ստեղծագործական էջեր կան։ Հաղթանակներից ես հիմա չեմ խոսում, որովհետեւ մենք արդեն հաղթել ենք, եւ եթե կցանկանան միանալ մեզ, կանգնել հաղթանակի կողքին, հաղթության կողքին, ուրեմն սիրով սպասում ենք մեր համաքաղաքացիներին, բոլորը թող մասնակից լինեն եւ թույլ չտան, որ իրենց ձայնը փոշիացնեն կամ իրենց տեղը, իրենց ճակատագիրը օտարները որոշեն։ Սիրելի համաքաղաքացիներ, կերտեք ձեր հաղթությունը։ Հայրենիք կուսակցության գերագույն մարմնի անդամ Սոս Հակոբյանի խոսքով սրանով սկիզբ է դրվում վաղաշաբաթում նոյեմբերի 16-ին հայրենիք կուսակցության թիմի հաղթանակին։ Նրա փոխանցմամբ հայրենիք կուսակցությունը ոչ թե պարզապես մասնակցում է ընտրության, այլ հստակ գնահատված հնարավորություններով գնում է իշխանափոխության։ Սոս Հակոբյանի համոզմամբ նոյեմբերի 16-ից հետո վաղաշաբաթ համայնքը կունենա ոչ ՔՊԱ-ական, այլ հայրենիք կուսակցության ցուցակով առաջադրված համայնքի ղեկավար։ Մեզ բազմաթիվ ուժեր, անհատներ, կուսակցություններ, այն մարդիկ, որոնք համաձայն չեն համապետական մակարդակով քաղաքացիական պայմանագիր կոչվող իշխանության հետ, իր ղեկավարի հետ, նույնի ներկայացուցիչների հետ տեղական մակարդակով աջակցում են, տարբեր ձևաչափերով, իրանց խորհրդով կլինի համակիրների քարոզչությամբ կլինի, բազմաթիվ այլ ձևաչափերով աջակցում են, քանի որ Խաչիկ Մանուկյանը եւ իր թիմը սա օբյեկտիվ գնահատականներն են հենց տվյալ մարդկանց ֆավորիտն է տվյալ ընտրություններում եւ եթե մենք անենք ամեն ինչ ճիշտ, եթե այն ինչ որ պլանավորվել է գրագետ քարոզչությունը, վաղաշաբաթ համայնքի բնակիչների հետ շփումը լինի այնպիսի ակտիվ, ինչպիսին որ ծրագրվում է, մենք ունենալու ենք այստեղ նոր իշխանություն, ունենալու ենք իշխանափոխություն եւ նոյեմբերի 16-ին դրանով մեկնարկելու է Հայաստանում մի նոր ալիք քաղաքացիական պայմանագրի իշխանազրկման, որը կարծում ենք նաև իր հանգուցալուծումը պետք է ստանա հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին։